Սրտի տանիքներով Մուսա Production Քեզ մոտ լուր ունելը ինձ համար մեծ նպատակ ու երազանք էր։ Շատ քիչ հաղորդումներ կան, որտեղ ես շատ էի ուզում մասնակցություն ունենալ, ու այս տարի ես չէի կարող պատկերացնել, որ տարին արդեն դեպի ավարտ է գնում ու կկատարվեր իմ ցանկությունը։ Շնորհակալ եմ շատ։ Շատ ուրախ եմ, որովհետև մեր ամբողջ թիմի նպատակը նա է, որ երբ որ մեզ հյուր են գալիս տանիք, մեր հերոսները, իրենց համար դա լինի, չեմ ասում մեծ, բայց համենայն դեպս փոքրիկ ուրախություն։ Ինձ համար դա մեծ ուրախություն է այսօր, շնորհակալ եմ շատ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ ու շատ սիրում եմ անկեղծորեն ու այստեղ գալիս են մարդիկ, ու մենք սիրում ենք, գնահատում ենք ու ովքեր պարտադիր անկեղծ են լինում ու բաց սրտով են։ Ես հավատարիմ ձեր հետևորդն եմ, նայում եմ բոլոր հաղորդումները պարտաճանաչ ու շատ գնահատում ու սիրում եմ քո արած աշխատանքը, իսկապես ապրես դու, որովհետև յուրաքանչյուրին այլ կերպ ես ներկայացնում։ Շնորհակալ եմ շատ, իրականում դա մեր ամբողջ թիմի աշխատանքն է, որովհետև կադրում ես եմ, բայց այն բոլոր անցումները, որ մեր ռեժիսորը Մոսն է գտնում, դա ես այնքան եմ ուրախանում, երբ որ կոմենտները կարդում եմ ու տեսնում եմ, որ մարդիկ այդ աշխատանքը գնահատում են ու տեսնում են, որովհետև դա ձեռագիր է։ Ռուս, ես քեզ տեսնում եմ կարճ մազերով, կտրած մազերով։ Ես սիրում եմ ինքս շատ փոփոխություններ, բայց եթե շատ անկեղծ լինեմ, երբ որ ես ինքս կտրել էի մազերս, ես ստրեսի մեջ էի, ուզում էի փոփոխություն։ Ու ասում եմ սովորաբար, երբ որ կինը գնում է նման կտրուկ քայլի, դա ինչ որ ստրեսից է բխում, քեզ մոտ էլ էր այդպես։ Իհարկե, ես բացառություն չեմ։ Նորմալ սովորական առողջ հոգեպես կանանց դասին եմ պատկանում, այո, իմ կյանքում այդ շրջանում շատ դժվար էր, ծանր էր, ես պետք է ինչ-որ մի ձև փոփոխություն անեի իմ կյանքում, դա առաջինը իհարկե կնոջ արտաքինում տուժում է մազերը։ Գնացի ու կտրուկ երկար մազերից կտրեցի շատ կարճ։ Իրականում քեզ շատ սազում է, ու ինքը հաճելի փոփոխություն է, բայց ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր երկար վարսեր ունեն, ինչքան համենայն դեպս դերասանուհիների համար դա շատ կարևոր է, բայց ես էլ գնացի ու այդպես կտրուկ կառեր ինձ մոտ, հետո նոր հիմա երկարից հասկացա, որ հիմա այս էտապում ինձ էսպես եմ լավ զգում։ Ռուզ, ես գիտեմ, որ արվեստագետների ընտանիքում ես ծնվել, մեծացել, ինձ թվում է այդ օդում մեծացած երեխեքը մի քիչ ուրիշ են լինում, գույները մի քիչ ուրիշ են տեսնում, արժեքները մի քիչ ուրիշ են, կարևորությունները ոմանց կթվա դա այնքան էլ կարևոր չի, բայց այդ կարող է անգամ այդ կարևորությունը հեքիաթ դառնա արվեստագետի ընտանիքում ծնված երեխայի համար։ Ում հետ էիր փոքրուց կապված ու ինչ տեսակի երեխա էր։ Պապայի հետ էիր ավելի ընկեր, մամայի հետ, պապայի աղջիկն էիր։ Քնար, ինչ-որ շրջան է գալիս, երբ որ դու տարիքային գուցե շեմից ելնելով, շրջան է գալիս, երբ որ դու ավելի մոտ ես պապայի հետ, պապայի աղջիկն ես, հետո ավելի մոտ ես մամայի հետ։ Հիմա այս պահին իմ մոտ հավանաբար ավելի մամայի հետ, որովհետև մաման իմ ընկերուհին է, մենք տարիքային այդքան մեծ չի մեր տարբերությունը, մամաս շատ վաղ տարիքում է ինձ ունեցել ու ինքը իմ ամենահավատարիմ ընկերուհին է, ցավոք սրտի մեր այս դարում ընկերության արժեքը մի քիչ այլ է, դրա համար ես մամային համարում եմ իմ ամենամոտ ընկերուհին, բայց գիտես տարիներ են եղել, տարիք ա եղել, երբ որ ես իսկապես պապայի աղջիկն եմ եղել, որտեվ ես բնավորությամբ ավելի ինչ-որ տղայական բաներ ա եղել փոքրուց իմ մեջ, միշտ պապան ուր գնում էր, իրան օգնում էր ձկնորսությամբ, միասին գնում էի պապայիս հետ, ուզում եմ ասել տարբեր։ Ես իմ ծնողների հետ շատ համ կապված եմ, համ ինքնուրույն որոշում կայացրեցի, որ պետքա ծնողներին թողնեմ ու սկսեմ իմ կյանքը։ Ես շատ սիրում եմ, երբ որ երեխան անկախանում է ծնողից ու նույնն էլ հիմա փորձում եմ իմ բալիկի հետ։ Իսկ ծնողներդ այդ որոշումը առողջ ընդունեցին, որ դու որոշեցիր գաս Հայաստան։ Քնար շատ առողջ, ինչի համար երևի անսահման շնորհակալ եմ իրենց, որովհետև շատ ակնթարթային եղավ այդ ամեն ինչը։ Մենք 1 տարի Բեյրութում ենք ապրել,
Հա, կրկեսի հյուրախաղերով մեկնեցինք Բեյրութ, պապաս հրավեր ուներ 3 ամսով, բայց այնքան էին հավանել, մենք Հայաստանն էինք ներկայացնում այն ժամանակ, փառատոնի էինք մասնակցում, այնքան էին հավանել, որ մեր կոնտրակտը 1 տարի տևեց, երկարեց, մենք մի տարի ապրեցինք Բեյրութում։ Բեյրութից հետո մենք արդեն եկանք Երևան, Հայաստան, ես սիրահարվեցի։ Իսկապես կուրորեն սիրահարվել եմ Երևանին։ Մենք հետո մեկնեցինք հետ Ռուսաստան, ես իմ ծնողներին ուղակի փաստի առաջ կանգնացրեցի, ասեցի մամ, պապ, իմ 18 տարեկանը արդեն լրացել է, ես գնում եմ Հայաստան։ Այնքան շնորհակալ եմ իրենց այն ազատության համար, ընտրության համար, որը ես կատարեցի, անսահման շնորհակալ եմ։ Ռոզ, իսկ երբ որ գալիս էիր Հայաստան, արդեն նպատակադրված դու գալիս էիր, որ ընդունվեիր Թատերական ինստիտուտ, ընտրել էիր արդեն մասնագիտությունը։ Ինձ թվում է ես ինչ ծնվել եմ, իմ երազանքը դա է եղել։ Այն առաջի ճիչը, որ ես ունեցել եմ, դա եղել է, որ ես երազում եմ դառնալ դերասանուհի։ Երբ որ ես Երևանում էի, շատ լավ հիշում եմ, անդադար գնում էի, կանգնում էի ժամանակ տատիկիս հետ, իմ պապայի կողմը ռուսախոս են, ու ես էլ ունեմ ռուսական կրթություն, ու տատիկիս հետ գնում էինք Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքի դիմացը կանգնում էինք, այսպես տատիկիս ձեռը բռնած, ասում էի տատ, ես երազում եմ, որ մի օր այս թատրոնում դերասանուհի լինեմ, ես պիտի խաղամ։ Ու Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը դարձավ ինձ համար անհասանելի ինչ-որ կետ, որի շնորհիվ ես անցա այն ճանապարհը, սկզբում քոլեջ ընդունվեցի, հետո ավարտեցի կարմիր դիպլոմով ու անցա 2-րդ կուրս առանց քննությունների, Թատերական ինստիտուտ ավարտեցի անվճար կարմիր դիպլոմով։ Այսինքն իմ նպատակը, իմ երազանքը այնքան մեծ էր, որ ես փորձում եմ մաքսիմալ իդեալական այդ ճանապարհը անցնել։ Ռոզ, կրկեսում անցած այդ տարիները դա օրինակ ինձ համար առաջինը համարձակության ու վախի հետ ասոցացում, նաև հրաշքի ու հեքիաթի, որովհետև ես ինքս էքստրեմի սիրահար չեմ։ Ես մենք նստում ենք տարբեր տանիքներում, ես այդ պահին վախի զգացում իրականում չեմ ունենում, բայց եթե ինձ ասեն օդապարիկով թռիր, ես դա երբեք չեմ անի, որովհետև չգիտեմ ոնց կիջնեմ ներքև։ Բայց քո դեպքում, քո պարագայում, այդ վախը հաղթահարելու, այդ ապակիների վրա քայլելու, այդպես ծնվել ես, թե դու ունեցել ես այդ վախը, բայց հաղթահարել ես։ Շատ լավ հարց ես տալիս, որովհետև սա ոչ միայն վերաբերում է ինձ կրկեսի արվեստում, այլ նաև ցանկացած երեխայի եւ ծնող հարաբերությունների մասին, եթե գլոբալ առումով նայենք։ Տես, իմ ծնողները չեն ունեցել այդ վախը։ Երեխան ո՞նց են դաստիարակում։ Տեսնում է, չէ՞։ Ես չեմ տեսել, որ իմ մաման ինչ-որ վախեր ունի։ Չես մտածել վախենալու մասին անգամ։ Վախը ինչ է։ Ու ինձ դա շատ օգնել է կյանքում։ Երբ որ ես մեծացել եմ, գիտակցել եմ, որ այ այստեղ ինչ-որտեղ վտանգավոր է, բայց իմ ներսը այնքան հանգիստ է եղել, որովհետև ես չգիտեմ վախը ինչ է։ Իմ պապան, իմ մաման միշտ էքստրեմի ժանրի ներկայացուցիչներ են իրենք երկուսն էլ, միշտ կյանքի հետ խաղացել։ Պապան կենթանիների հետ։ Ոչ միայն, իմ պապան համաշխարհային Գինեսի գրքում է գրանցված ու մինչ օրս չեն սահմանել իր կատարած այդ աշխատանքը, որով ինքը գրանցվել է։ Ու նույնն էլ մաման գիմնաստ է եղել, մազերով թռիչքներ արել, ես դա ասում եմ 10-20 տարի առաջվա բան եմ ասում։ Այդ հիմա նոր ակտուալ է դարձել, ոչ որ տենց մոդայիկ բոլորը մազերից թռիչքներ են անում։ Այն ժամանակ եզակի դեպքեր էին։ Ու երբ որ ծնողներս Մոսկվայի կրկեսում էին աշխատում, իրենք եզակի արտիստներ էին, որոնք տիրապետում էին հենց այդ արվեստին։ Չէ, ինչ վախի մասին է խոսքը։ Իմ շուրջը եղել են անվախ մարդիկ, ես չեմ տեսել։ То есть, այսինքն ռիսկը աշխատանքի մեծ մասն է եղել։ Ես չգիտեմ վախը ինչ է։ Չգիտեմ անդրադառնամ թե չէ, բայց չեմ կարող նաև չանդրադառնալ հայրիկի հետ կապված այդ դեպքին։ Երբ որ չէ, չկրկնվեմ, բայց երբ որ երեխային նստեցրել էին, որպեսզի նկարեին առյուծի վանդակի առջև, ճիշտ եմ, ու առյուծը հարձակվել էր ու հետո դա բավականին դատական գործ, հետո հայրիկը ազատազրկում, փառք Աստծո, որ դա կարճ է տևել, բայց այդ դեպքը որպես արտիստների ընտանիք ինչ որ բան փոխեց ձեր կյանքում։ Շատ։
Նախ շնորհակալ եմ այս հարցի համար, որովհետև ես երբ որ բարձրաձայնում եմ կենդանիների մասին, մարդկանց մոտ այնքան բացասական վերաբերմունք անմիջապես ծնվում, օй, մենք կենդանիների պաշտպանում ենք, իսկ ձեզ թվում է մենք կենդանիներին չենք պաշտպանում։ Ինչպես ցանկացած երկրում կան լավ ու վատ մարդիկ, չէ՞։ Նույն ձև էլ կրկեսի արվեստում է։ Եթե մեկը կենդանիների հանդեպ վատ է վերաբերվել, դա չի նշանակում, որ ցանկացած կրկեսի արտիստ պետքա կենդանիներին վատ վերաբերվի։ Եղել է օրեր քնար, մեր կենդանիները կուշտ են քնել, իսկ մենք ոչ։ Ծնողներս ոչ, մենք ոչ, բայց քանի որ իրենք կենդանի են, խնամքը, գուրգուրանքը ավելի շատ է եղել։ Ես ապշում եմ այն մարդկանց գիտելիքի մակարդակի վրա, որոնք որ մի անգամից ասում են ոչ, իհարկե դա շատ լավ է, որ արգելել են կենդանիներին կրկեսում շահագործելը, անկեղծ, ես էլ եմ կողմ այդ ամեն ինչին, լինելով կրկեսի դերասանների ընտանիքից, բայց չի կարելի միանշանակ այս հարցին մոտենալ ու ագրեսիայի նոտաներով։ Այս բոլոր այն մարդկանց, ովքեր վատ մեկնաբանություններ են գրում։ Դժվար էր։ Շատ մեր բոլորի կյանքը բաժանվեց առաջ եւ հետոյի։ Չի կարա դա հետք չթողնի արվեստագետների ընտանիքում, երբ որ դու չգիտես հանցագործությունը ինչ է կամ առհասարակ այդ ոլորտում դու չես եղել ու քո նախնիներն էլ բոլորը եղել են շատ պարկեշտ արվեստին նվիրված մարդիկ։ Իհարկե մեծ ստրես էր, քնար, թե պապայի համար, բայց կարծում եմ ամենաշատը մամայի համար։ Ես միշտ մտածում էի մաման ավելի թույլ է, քան պապան, բայց այդ դեպքից հետո ես հասկացա, որ չէ, իմ մաման այնքան ուժեղ կին է քնար։ Հիմա սենց ասելու չի, ինչերի միջով ենք մենք անցել, շատ դժվար էր, շատ։ Ու մինչև հիմա պապան դեռ վերջնական չի հաղթահարել, ինձ թվում է դա ավելի շատ արվեստագետները կհասկանան ինչի մասին եմ խոսում, երբ որ փակում ես, զրկում ես մարդուն այլևս լինել այդ մասնագիտության մեջ։ Դրանից հետո էլ պապան ելույթ չի ունեցել։ Մինչ օրս պապան աշխատում է կրկեսում։ Ես չեմ ասում, որ պապան թույլ է, բայց ինձ համար այս պատմության մեջ մաման, իհարկե, գիտես, անակնկալ կերպով մաման ինձ համար շատ ուժեղ կերպար ունեցավ։ Որտեվ այս դեպքում հայրիկը այն վիճակում էր, որ մամայի ուժը պետք էր։ Ձեզ էր պետք, իրեն էր պետք, ոգևորելու, չհանձնվելու։ Մաման մնաց մենակ, փաստացի մենակ։ Մեր ընտանիքի կողքին այնքան շատ մարդիկ կան, երբ որ մեր կյանքում ամեն ինչ հրաշալի էր։ Այս դեպքը ցույց տվեց, որ միայն լավ օրերին պետք չեն ընկերներ, այլ նաև տխուր, վատ, դժվար, ծանր օրերին։ Ցավոք սրտի շատ մարդիկ այլևս մեր ընտանիքի մտերիմ անդամները չեն համարվում, բայց գուցե ոչ ցավոք։ Ռոզ, իսկ հիշում ես այն օրը, երբ որ այդ ազատազրկումից հետո այդ ամեն ինչը անցանք, ու պապան գնաց նորից առաջին անգամ կրկես։ Հա։ Մենք բոլորս աղաչում էինք պապային, որ այլևս մոռանա կրկեսը։ Թողնի։ Ես հիմա ամաչում եմ, որ չգիտեմ, ես, մաման, քուրիկը, ապերը խնդրել ենք պապային, որ այլևս չլինի այդ մասնագիտության մեջ։ Բայց ինքը ինքն բացառիկ կերպ, ինքը ամեն ինչ փորձեց այդ ընթացքում, էլ խանութ բացեց, էլ ինչ-որ բիզնես բացեց։ Հետո հասկացանք, որ ինքը ախր շատ նվիրված է իր մասնագիտությանը, շատ է սիրում, ու ինքը իրեն միայն այդտեղ է տեսնում։ Իմիջիայլոց այս յուրաքանչյուր արվեստագետի ցավն է, քնար, երբ որ մենք ունենում ենք ինչ-որ մասնագիտություն, որը շատ ենք սիրում, մանավանդ եթե դա արվեստի մասին է խոսքը, մենք չենք պատկերացնում մեզ այլևս որևէ այլ մասնագիտության մեջ։ Բայց շատ վատ է, որ այլ մասնագիտության տեն մարդիկ իրենց պատկերացնում են մեր մասնագիտության մեջ, որովհետև իրականում ճիշտ է, մենք կախվածություն ենք ձեռք բերում, հիվանդագին կախվածություն, ու դրանից հետո այդ էներգիան, որը որ դու դահլիճից ես ստանում, ոչ միտեղ չես կարող դու դա ստանալ։ Ոչ միտեղ, այո, ոչ միտեղ։ Ռոզ, իսկ երբ որ պապան վերադարձավ, արդեն փաստը էր, էլի նույն էքստրիմ համարներն էր ինքը կատար։ Քանի որ ինքը արգելեցին իրեն կենդանիների հետ առհասարակ աշխատել,
քնար ես հիմա այսպես շատ թեթև եմ ներկայացնում, բայց իրականում կալանքի տակ էր մեր ողջ ունեցվածքը։ Այսինքն մեքենա, տուն, կրկես, որտեղ հենց այդ կրկեսը պապայինն էր, այսպես մենք մի օրում բանկրոտ ճանաչվեցինք, բայց գործող բիզնես էր եւ շատ լավ էինք մենք բոլորս ապրում, ուրախ երջանիկ կյանքով էինք ապրում, բայց քանի որ մենք դրան հասել էինք 0 կետից, մենք հետ գնացինք նորից 0 կետ, հիմա էլի սենց տոտիկ, քայլ առ քայլ մենք նորից առաջ ենք գնում, վերականգնվում ենք ընտանիքով։ Շատ դժվար էր, անսահման դժվար էր, ես միշտ ասում եմ, երբեք որևէ մեկին չեմ ցանկանա նման դժվարության միջով անցնել արվեստագետներին։ Ռոզ, գիտես, երբ որ մարդ ընկնում է, հարվածողները շատ են դառնում ակամայից։ Ու դա շատ ծանր էտապ է, ու երբ որ դու օտարազգի ես ու օտար երկրում ես, կար այդ զգացողությունը, այդ ճնշումը կողքից։ Վայ, սարսափելի էր։ Նախ դեպքի հաջորդ օրը ես արդեն մեկնեցի մամայի մոտ, թողեցի այստեղ ամեն գործ, ես Երևանում էի։ Շատ լավ հիշում եմ, հոկտեմբերի 28-ին էր, ես 30-ին արդեն մամայի մոտ էի։ Այնքան խառն էր այդ ընթացքը։ Ոնց որ շրջիկ կրկես էր, պապայինք շրջում էին քաղաքներով, ու քանի որ այդ process-ը արդեն իսկ ընթանում էր ու մեծ աղմուկ էր ամբողջ Ռուսաստանով։ Մեր շատ ընկերներ, բարեկամներ, ովքեր այլ երկրում են ապրում, լուրերով են իմացել, պապայիս անունը ազգանուն լսելով։ Իմ տատին նենց ստրես ա տարել, որ ինքը չէր հավատում, որ լուրերը իր տղայի անուն ազգանուն են ասում, բայց բացասական տեսանկյունով։ Շատ դժվար էր, ես հիշում եմ, որ գնացի մամայի մոտ, նախ մաման փակված էր, որովհետև այնքան մարդ էր հավաքված այդ տարածքում, բոլորը ուզում էին մամային նկարեին, հարցուփորձ անեին, հարցազրույց անեին մամայի հետ, անգամ առաջին ալիքը Ռուսաստանի մամային գումար էր առաջարկում, Մալախովի հաղորդումը, գումար էր առաջարկում եւ ոչ միայն այդ հաղորդումը, գումարով կանչում էին մամային, որպեսզի ինքը գնա ու պատմի։ Իսվի հարցազրույց։ Բայց փաստաբանները ասեցին, որ լավ կլինի, որպեսզի դուք ընդհանրապես չխոսեք, չգնաք, ինչ իմանաք։ Դա ինչ կերպ կանդրադառնա։ Ոնց կանդրադառնա, ու մաման հրաժարվեց, բայց դա շատ երկար օրեր ա տևել, շատ։ Դա 1-2 օր չէ, դա ամիսներ ա տևել։ Ընդհանուր process-ը 1 տարի ա տևել, բայց շատ դժվար էր մամայի համար, շատ։ Մենակ էր մնացել։ Մաման սովոր չէր, մաման ամբողջ կյանք պապայի հետ աշխատում, իսկ այդ ընթացքում կրկեսը շարունակում էր իր աշխատանքը։ Չէ, քնար, կալանքի տակ էր։ Ու կրկեսի դերասանները, որոնք ապրում էին աշխատավարձով, կենթանիներին տարան։ Մի քանի կենթանի ունեինք, շատ կապված էին մամայի հետ, այդ ստրեսից ուղղակի չապրեցին էլ։ Այնքան շատ էր այդ անընդհատ իրար հետևից վատ դեպքերը կրկեսի մեջ։ Ուրիշ տարբերակ չկար։ Պապային փակեցին, կրկես կալանքի տակ էր, մաման գնաց տուն, մենակ։ Ես այնքան ուրախ եմ, որ այսօր անցյալով ենք այս ամեն ինչի մասին խոսում։ Ու նաև շատ ուրախ եմ, որ ես այսօր շատ հանգիստ եմ խոսում դրա մասին։ Այդ նշանակում է ես դա հաղթահարել եմ։ Հա։ Ռոզ, իսկ այդ ինչ սովորեցրեց ձեր ընտանիքին։ Նախ ուզում եմ ասել, որ պապայիս մեղավորությունը իսկապես չի եղել։ Ու այդ երեխան իրականում այդ երեխան փառք առողջ ապրում է, ընտանիքը լավ վիճակում է։ Այդ երեխան անգամ չի հիշում ինչ ա եղել տարիներ առաջ, որովհետև կյանքին ոչինչ չի սպառնում, անգամ հետք չկա իր վրա այդ դեպքից հետո, բայց իմ պապայի կյանքում է մեծ հետք մնացել։ Գիտես, մենք մեզ այնտեղ ասում էին, որ դուք կարող եք ծնողին դատի տալ ու զրկել ծնողական իրավունքներից, բայց իմ պապան ավելի մեծ ստրեսի ենթարկվեց, ասեց ես չեմ կարա երեխա, ավելի լավ է ես կպատժվեմ, բայց ես չեմ կարող ծնողին զրկել իր երեխայից։ Այո, շատ դժվար էր, շատ ծանր էր։ Չգիտեմ, երբ որ բարկանում էինք, պապային էինք մեղադրում, պիտի գրեիր, պիտի հետո հասկանում ես քնար, հետո ես ծնող որ դարձա, հասկացա, որ Աստված չանի, ես կարծեմ ոչ մի գիտակից մարդ չէր զրկի երեխային իր ծնողից։ Շատ բան սովորացրեց ավելի զգուշ լինել մարդկանցից,
Որովհետև կենթանիները չեն վտանգավոր։ Մարդիկ են վտանգավոր։ Դու չես կարող ակնկալել դիմացինից ինչ որ բան։ Չես կարող։ Գիտես, սովորաբար այն մարդկանց վրա, որ մենք հենվում ենք ու մտածում ենք, որ այդ մարդը հաստատ մեր կողքին կկանգնի մեր դժվար պահին, հիմնականում այդ մարդիկ մեկ էլ անհետանում են։ Ու լինում են մեր կողքին այն մարդիկ, ումից որ ամենից քիչն է սպասում։ Ու այդ մարդիկ կան, այդ մարդիկ մութ թունելում լույս են, իսկապես կան։ Մեր դեպքի այդ ընթացքում էլ պապայի կյանքում մեկ էլ նենց մարդիկ հայտնվեցին, քնար, ու լրիվ այլ ոլորտից, ավելի լուրջ մարդիկ, ովքեր պապայի հետ այնտեղ են եղել, ու մենք ընդհանրապես այդ աշխարհի հետ կապ չենք ունեցել, բայց հիմա նենց թև ու թիկունք հայեր էին, հայեր։ Ոնց եմ սիրում հայեր տեսակը, նաև ռուսներ, բայց եթե պապան լիներ ազգությամբ ռուս, այս գործը այսքան մեծ աղմկի չէր վերածվի։ Այս ծավալը չէր։ Հիմա գալիս եմ քո հարցին, որ ասում ես հայ լինելը շատ դժվար է։ Դու հայ ես միայն Հայաստանում։ Այլ երկրում դու հայ չես։ Ու առաջինը չես։ Երբեք։ Ստորիները հետևում եմ առաջին հերթին Վիկտորիայի համար, որովհետև դա իմ օրվա այն դրական չափաբաժինն է, որ ես առավոտյան ուզում եմ սուրճս հետ ստանամ, անկեղծորեն եմ ասում։ Ու երբ որ ինքը գնում է մանկապարտեզ, ասում եմ, մամայի սիրուն աղջիկը գնաց։ Այ այդ սիրուն աղջիկը այնքան ճիշտ է, որ փոքրուց երեխայիդ տալիս ես այդ ինքնավստահությունը, բարձր ինքնագնահատականը, որը ես կարծեմ որ շատ կարևոր է։ Այո, շատ։ Դա հենց սկզբից, հենց առաջի օրեկանից, որ դու ներարկես իր մեջ։ Այո։ Քեզ էլ են այդպես ներարկել։ Հա, քնար։ Լրիվ նույն պատկերն է։ Այն ինչ նենց ոնց ինձ են վերաբերվել իմ ծնողները, նույն ձև ես Վիկտորիային, որ դու ամենասիրունն ես։ Բայց գիտես, այդ ամեն ինչը շատ առողջ է։ Այսինքն ես չեմ ասում դու աշխարհի ամենասիրունն ես։ Ես Վիկտորիան ասում եմ դու ինձ համար ամենասիրունն ես, բայց օրինակ քո պարտեզի ևը չկան իր մամայի համար ամենասիրունն է։ Ես նաև իրեն պատրաստում եմ կյանքի այն բարդ փուլերին, որոնց հետ ինքը հանդիպելու է անկախ տարիքից, թե դա լինի մանկապարտեզ, դպրոց, հետագա իր ճանապարհը։ Այդքան հեշտ չի լինել ամենասիրունը։ Ռուս, քո ընտանիքի օրինակով եւ երբ որ երկու արվեստագետ ծնողներդ երկուսն էլ նույն բնակավարի մարդիկ միասին ապրում եք, դա քեզ համար ինձ թվում է ընդունելի ու սովորական տարբերակ է, նորմալ տարբերակ է։ Շատ արտիստներ մտածում են, որ չէ, իմ կողակիցը չպիտի լինի դերասան կամ դերասանուհի, պետքա լինի լիովին այլ բնակավարից, որովհետեւ մեր ընտանիքում մեկը բավական է որ լինի արտիստ ուշադրության կենտրոնում։ Երբ որ Վահանին տեսար, հենց առաջի հայացքից սիրտը տարակ բաբախեց, հասկացար, որ ինքը կարող է լինի այն միակն ու անկրկնելին։ Չէ, ես ուղղակի իրապես տղամարդ էի ուզում իմ կողքին, ու Աստված իրան ինձ ուղարկեց։ Ինչն էր, որ այ Վահանի մեջ քեզ գրավեց։ Ոյ, քնար, մինչև հիմա է դա ինձ գրավում Վահանի մեջ, ինքը այնքան բարի է, դու չես պատկերացնում։ Սահման չունի բարության։ Մեծահոգի է։ Ես ամեն օր բարկանում եմ, Վահան, խնդրում եմ, այդքան բարի մի եղի։ Քնար, ամենաշատը ինձ մարդու մեջ բարությունն է գրավում, որովհետև ես շատ բաներ եմ տեսել, ես շատ լավ կյանքով ապրել եմ, ես շատ ծանր օրեր ունեցել եմ, ես շատ լավ ընկերներ ունեցել եմ, ես շատ վատ ընկերներ ունեցել եմ։ Ինձ այլևս զարմացնելը դժվար է։ Ու ինձ նյութականով մարդ երբեք չի զարմացնի, բայց մարդկային վերաբերմունքով, ես միշտ շոյվում եմ։ Շատ Վահանի բարությունը այնքան սահման բարի է, շատ։ Դա իր մեջ չի փոխվել ու տա Աստված երբեք չփոխվի։ Ռոզ, ես գիտեմ, որ Վահանի հետ բավականին երկար ու բավականին դժվար էտապներ ես անցել, որովհետև այնպես է ստացվել, որ հենց հարաբերությունների սկզբում Վահանը ծնողներին կորցնում է հերթականությամբ։ Ու իսկապես մարդը կորցնում է իր ուրախությունը, իր ջերմությունը ցույց տալու անգամ ձևն է կորցնում։ Երբ որ սիրտը տխուր է, բայց դու այդ դժվար էտապը օգնում ես ու դուք միասին կարողանում եք հաղթահարել։ Ու ես գիտեմ, որ դու ասում ես, որ Վիկտորիայի ծնունդից հետո նոր Վահանը ոնց որ վերածնվեր իր զգացողությունների, ապրումների, ավելի շատ ոնց որ սթափվեց, որ կյանքը շարունակվում է ու ինքն էլ պիտի ապրի այդ կյանքը։ Բայց այնքան դժվար է, եթե ես
անկեղծ եմ ասում, եթե ես հիմա հանդիպեի իմ այս փուլում հանդիպեի Վահանին, ես չէի գնա իր հետ այդ նույն ճանապարհով։ Քնա շատ դժվար է, անդադար նվիրվել, անդադար անելը, տալը։ Մենք մեզ կանանց էմոցիա է պետք, ուշադրություն, գուրգուրանք է պետք, բայց դու չես կարող անդադար դա չստանալ։ Իսկապես չես։ Մենք այնքան դժվար օրեր ենք միասին անցկացրել, որ ես կարծում եմ մենք միասին դեռ չենք էլ ապրել։ Մենք դեռ չենք վայելել, չենք ապրել, անկեղծ։ Մենք 9 տարի միասին ենք իրար ճանաչում ենք, որից 6-ը արդեն ընտանիք ենք։ Ես համարում եմ, որ մենք մի քանի ամիս ենք իրար հետ ապրել։ Այն մնացած տարիները մենք անդադար փորձել ենք ինչ-որ հարց լուծել, խնդիր լուծել։ Մեկի մոտ դժվար փուլ ա եղել, մեկը մյուսին պահի թև ու թիկունք լինի։ Արդեն անկեղծ ասած ուզում եմ մի քիչ էլ մենք վայելենք։ Հիմա մենք ունենք այդ հնարավորությունը վայելելու, բայց հավերժ ապրել տխուր մարդու հետ դա շատ դժվար է։ Շատ ծանր է։ Հիմա այս ամեն ինչ անում եմ, որ ինքը դառնա ուրախ մարդ։ Գիտես, երբ որ ես քեզ տեսա, մենք ծանոթացանք ու մի քանի անգամ առիթներ եղավ, տարբեր միջոցառումների ժամանակ շփվեցինք, քանի որ մենք ունենք ընդհանուր ընկեր, ես մեր ընկերներից իմ շատ սիրելի Մարային ասի, Մարգիտես ասացի, իր աչքերի մեջ կա այնքան մեծ ջերմություն, կրակ ու փայլ, որ դա ամեն մեկի աչքերի մեջ չես տեսնում, այդ քո սիրուն մեղրագույն աչքերի մեջ։ Ու գիտես դու որ մարդկանցից ես, որ ինքը իր տրամադրությունը չի կարողանում կեղծի։ Միշտ մարդիկ մտածում են, որ մենք դերասանուհի ենք, մենք կարող ենք այսպես էլ այնպես էլ, բայց ես լավ դերասանուհիները կյանքում չեն խաղում։ Իրանք չեն կարողանում իրենց տրամադրությունը կեղծել, իրանք դա կարող են անել միայն բեմում ու պրոֆեսիոնալիզմի շրջանակներում։ Այո, համաձայն եմ։ Ու ինձ համար դժվար է ինչ-որ բան կեղծելը։ Ես չեմ ուզում ավելորդ ջանք ու եռանդ ներդնեմ այդ ամենի մեջ, որ կեղծ լինեմ, չէ։ Ես չեմ նեղվում լինել տխուր, ես չեմ նեղվում լինել կոտրված, ես չեմ նեղվում, դրանք փուլեր են, որոնք պետք է անցնես, հաղթահարես ու լինես էլ ավելի կատարյալ, քան էիր։ Ես այդպես եմ մտածում։ Իսկ Վահանի հետ սովորաբար, երբ որ ունեն մեկ դժվարություններ, ես գիտեմ, որ դու արտահայտվող մարդ ես, բայց ինքը կարողանում է քեզ լսել։ Լսել հա, բայց խոսել չէ։ Հիմա մենք այն փուլում ենք, որ ինքը քիչ-քիչ պետք է սովորի, նաև ոչ միայն լսել ինձ, այլ նաև խոսել, այլ նաև թույլ տա, որ ես էլ իրեն լսեմ։ Այդ այնքան կարևոր է, ինքը շատ քիչ է խոսում։ Իսկ ինձ համար կարևոր է լսել դիմացինին։ Ես այդպես ավելի հեշտ եմ կարողանում թե իրան օգնել, թե ինչ-որ բանի մեջ զբաղացնել, որ դա հաջողություն բերի, բայց երբ որ ես չեմ լսում այդ մարդու ներսում ինչ է կատարում, ինքը ինչ մտքեր ունի, ինձ համար շատ դժվար է։ Հիմա ասում եմ, բան խնդրում, օգնի ինձ, խոսա իմ հետ։ 9 տարի չես խոսել, հիմա սկսի խոսել։ Ռուս, դու ինքդ այնքան էմոցիոնալ ու արտահայտվող մարդ ես, բայց մեր ընդհանուր ծանոթները բոլորը միշտ քո մասին արտահայտում են, որ շատ ուժեղ աղջիկ է Ռուզանը, շատ ուժեղ։ Բայց ես գիտեմ, որ միշտ այն մարդիկ, ովքեր որ շատ ուժեղ մարդու տպավորություն են թողնում, իրենք իրականում շատ էմոցիոնալ, շատ փխրուն մարդիկ են։ Այ երբ որ դու շատ փխրուն վիճակում ես գտնվում, Վահանը քեզ կարողանում է այդ հնարանը լինել։ Դու թուլանում ես իր մոտ, կարողանում ես փլվել։ Ես բոլորի մոտ եմ թուլանում։ Այսինքն ես այնքան ուժեղ եմ, երևի դա այդքան էլ լավ չի, որ ես չեմ վախենում բոլորի մոտ թույլ լինել։ Ես չեմ ձևանում ուժեղ։ Եթե այդ շրջանում ինձ մոտ այդ զգացողությունն է, ես զգում եմ, որ ես լավ չեմ, ես թույլ եմ, այո, ես ասում եմ։ Ուրիշ բան ով է կարողանում դա այնպես պտտի, որ ես ինձ ավելի լավ զգամ։ Ոչ մեկը։ Ոչ մեկ։ Չէ, միայն ես։ Ոչ Վահանը, ոչ մաման, ոչ։ Իրենք շատ օգնում են, շատ։ Իմ մաման, իմ թևութիկունքն է, պապան, իմ ընտանիքը, Վահանն էլ։ Բայց գիտես, երբ որ ոնց ասեմ, դիմացինը շատ խորհուրդներ չէ կարա տա, բայց դու հո գիտես քեզ ինչն է նեղացնում, բուժես քեզ։ Դու ուղղակի պետքա բաց թողնես։ Այ բաց թողնելն է ինձ մոտ երկար տևում ու շատ դժվար։ Եթե իհարկե դա խոցել է ինձ։ Եթե ինչ-որ sense պոճուրիկ բան է, հա, Վահանը ասում է, անցնում ենք առաջ, բայց եթե դա ինձ շատ նեղացրել է, խոցել է, երկար է մնում։ Ես կուզեի փոխեի դա իմ մեջ, որտեվ դա շատ ծանրացնում է իմ կյանքը։ Ես դառնում եմ անհետաքրքիր ինքս ինձ համար։
Իսկ ես չեմ վախենում մենակ մնալուց, որտեվ ես միշտ հետաքրքիր եմ ինձ։ Ես տարբեր բաներ եմ մտածում, իսկ ինքդ քեզ հետ խոսում ես ռուս։ Հա, շատ եմ խոսում, հա։ Ինձ դա շատ օգնում է։ Ես առհասարակ խոսել սիրում եմ, դիմացինից լսել էլի շատ սիրում եմ։ Ինձ համար շատ կարևոր է մարդու խոսքը, որովհետև մենք շատ բան կարանք մտածենք, ու եթե չխոսենք, գուցե շատ վատ բաներ անենք կամ սխալ բաներ։ Երբ որ դու խոսում ես, արտահայտվում ես, նախ նոր մտքեր են գալիս եւ հետո խոսքը ուժ ունի։ Պետք է լավ բաների մասին խոսել։ Գիտես, երբ որ անգամ մենք մեզ հետ ենք խոսում, հաճախ մեզ համար այդ պահին ելքը բացահայտում ենք։ Հենց այդ պահին, երբ որ դու միտքդ բարձրաձայնում ես ու խոսք ես վերածում, դու գտնում ես այդ ճանապարհը, գտնում ես այն անկյունները սուր, որոնք որ քեզ ցավեցնում են։ Ուղղակի դժվար է դա ընդունելը, որտեվ դա ցավոտ է լինում։ Դու գիտես, որ դու քեզ հետ անկեղծ ես, բայց այդ ընդունելու process-ը դժվար է լինում։ Ռոզ, գիտես, օրինակ, ես ինքս դերասանուհի եմ։ Չէ, ես կարող եմ ինչ-որ էմոցիոնալ տեսարաններ խաղալ, սիրային։ Ու մտածում եմ, որ դե իմ կողքի մարդը պիտի հասկանա, որտեվ ես դերասանուհի եմ։ Բայց ես չեմ ուզում պատկերացնել, որ մտածեի, որ եթե իմ կողակիցը լինի դերասան ու ես այդ ամենի միջով անցնեմ, գուցե եւ լիներ ու ես անցնեի, բայց երբեմն դա խանդի առիթ տալիս է եւ Վահանի եւ քեզ։ Ոչ մեկը չի հավատում, ոչ մի կաթիլ։ Բացարձակ, Վահանը մի ներկայացում ուներ, 18+ չէր, 21+ ներկայացում էր։ Ու մի օր գնացի փորձերին, դեռ չէին խաղում, վերջին փորձերն էր, 2 հոգանոց ներկայացում էր, ոսպես նայում եմ փորձը, վերջում ասեցին դուր չեկավ։ Ասեցին ինչը դուր չեկավ, ու բոլորը շատ լարված էին։ Ասեցի լավ չեք համբուրվում։ Եթե պետք է սենց համբուրվեք, ես չեմ հավատում, ուրեմն համբուրվեք, ասի ինչ կլինի, մեկ նորմալ համբուրվեք։ Առանց Ու նույնն էլ Վահանը, մենք այնքան շնորհակալ եմ ես իմ բախտին, որ հանդիպել եմ հենց Վահանի պես տղամարդու, որովհետև դերասանների հետ շատ դժվար է։ Ես էլի գիտեմ դերասան զույգ շատ դժվար է, ամեն ինչ չի որ թույլատրվում է կին դերասանուհուն, բայց ես այստեղ իմ սահմանները շատ քիչ են ու դրա համար Վահանին շնորհակալ եմ շատ։ Նույնն էլ ինքը, մենք մեկս մյուսին ազատ ենք թողել մեր ստեղծագործական աշխարհում։ Իսկ բեմից դուրս, թատրոնից դուրս կա այդ խանդը, դա փոքր չափաբաժիններով հետաքրքրություն չի բերում ու շատ կարևոր չի։ Մենք ուղղակի հստակ կարողանում ենք առանձնացնել աշխատանքը, արվեստը ու անձնական կյանքը։ Իհարկե կա։ Ոչ չկա։ Իսկ սովորաբար ինչ ես կարծում, այդ խանդը պետք է ցույց տալ, դու ցույց ես տալիս, թե փորձում ես քողարկել։ Չէ, ցույց եմ տալիս։ Եթե քողարկեցի, դա շատ վատ է լինելու։ Նայ, 1 կքողարկեմ, 2, 3, 4, արդեն սկանդալ կլինի։ Դրա համար ավելի լավ է ես նախապես ասեմ, որ ինչի ինքը քեզ տենց մոտեցավ ու տենց շատ ջերմ քեզ գրկեց ու բարևեց։ Բեմում համբուրվելը ոչինչ։ Բեմում ոչինչ։ Ռուս, իսկ օրինակ դուք Վահանի հետ ունեք ձեր փոքրիկ ուրախությունները, որ դա միայն ձերն է ու դա կարող շատ աննշան ու փոքրիկ մի բան լինի, բայց որ ձեր երկուսի համար դա շատ կարևոր է։ Այո։ Հա, մանավանդ վերջին տարիներին միասին անցկացրած ժամանակը, որը ցավոք, բայց շատ քիչ ենք միասին լինում։ Շատ Վահանը անդադար աշխատում է, անդադար։ Ու մեզ համար այնքան կարևոր է, փուճուրիկ կարող է մի քանի րոպե կամ մի քանի ժամ միասին լինենք, այդ մեզ համար շատ կարևոր է։ Այդ ընթացքում փորձում ենք ուրիշ ոչ մի բանով չզբաղվել, հեռախոսը դնել մի կողմ, փորձել շփվել։ Այդ շատ պակասում է իրականում։ Կուզեի մի քիչ ավելի շատ խոսեինք։ Իսկ Վահանը, երբ որ շատ ճնշված ու տխուր է, իր չխոսքան բնավորությունը արդեն ասացիր, որ ինքը չի արտահայտվում, կարողանում է կիսվել քեզ հետ։ Չէ։ Այդտեղ գալիս է մեր բախումները, որ ես չեմ հասկանում իր հետ ինչ է կատարվում, ու ես պահանջում եմ իրանից ուշադրություն, գուրգուրանք, սեր, չգիտեմ, ակտիվություն, էմոցիա, ու ինքը լրիվ այլ վիճակի մեջ է։ Երբ որ ինքը չի խոսում, ինձ դժվար է հասկանալ։ Այդտեղ մեր բախումները սկսվում են։ Իսկ ինչն է Վահանին բուժում։ Իմ սերը։ Ուրիշ ոչինչ։ Որտեւ ինքը դա ասել է։ Գիտես, ինձ համար բացահայտում էր, երբ որ որովհետեւ գիտեմ դու Լալային շատ լավ գիտես, Մնաց Հականյանը շատ սիրում ես, երբ որ Աշոտը ամուսին ասեց, գիտես, ասում է
այդ դերերով փոխվել, այսինքն երբ որ մեկ հայրս, մեկ ամուսինս, մեկ եղբայրս, մեկ ընկերս, բայց դա լինում է ինքնաբերաբար, ու կարծես դա է դառնում այդ հավերժական սիրո բանալին։ Ես այդ մասին չէի մտածել, բայց հասկացա այո, որովհետև երբեմն դու ուզում ես դառնալ փոքր աղջիկ, գնաս նստես իր գիրկը ու ինքը քեզ հորպես մխիթարի ու ասի, որ քեզ ոչ մեկ չի կարող այս աշխարհում նեղացնել։ Ու մեկ-մեկ էլ ուզում ես գաս քեզ ամենագայթակղիչ կինը այս աշխարհում կարմիր զգեստով, որ ինքը տեսնում է ուղղակի կրքից ոտքերը թուլանում է։ Մենք խոսեցինք մազերից, ստրեսից, վերջերս անկեղծ եմ ասում, քանի որ բաց ենք խոսում, եթե իհարկե թույլ կտաս։ Ես քո տրամադրությունը, քո անկումային տրամադրությունը նկատում էի քո Instagram-ից, նկատում էի այն իվենտների, որ դու ժպտում էիր, բայց ես այդ քո կրակոտ աչքերի մեջ տեսնում էի այդ թախիծը։ Կուզեմ մի քիչ դրա մասին խոսենք, այ երբ որ դու շատ դեպրես վիճակում ես լինում, մեզ համար դա երբեմն գալիս է նաև մեր աշխատանքից ելնելով, օրինակ ես երբ որ չունեմ իմ սիրած գործը, ես չեմ խաղում այն դերերը, որ ինձ երջանկություն է պատճառում, որտեղ ես կարող եմ արտահայտել իմ գույները։ Դա կարող է խորը դեպրեսիայի առիթ դառնում, ես այդ էտապը անցել եմ։ Վերջերս ես եկա քո ներկայացմանը, որտեղ եւ պրոդյուսերն էիր դու, եւ խաղում էիր դու, իդեպ հրաշալի էիր, ու շատ լավն ես բեմում, շատ օրգանական ես։ Իմ ընկերները կփաստեն, որ ես երբեք սուտ բաներ չեմ ասում, եթե ինձ դուր չի գալիս, ես ուղղակի չեմ արտահայտվում, բայց ես անկեղծորեն եմ ասում, ու բեմը քեզ շատ սիրում է։ Բայց մի բան ինձ զարմացրեց այդ ներկայացման մեջ։ Ունեք, եթե ես լինեմ իմ ներկայացման պրոդյուսերը, ես այնպես կկառուցեմ այդ ներկայացումը, որ ես որպես դերասանուհի երևամ իմ բոլոր գույներով։ Մկասեն ես ինչ էգոիստ մարդ է, բայց շատ անկեղծ եմ ասում։ Չէ, դա շատ ճիշտ է։ Դա իսկապես իրական է, մանավանդ երբ որ դու ներողություն միլիոնատեր չես, երբ որ դու բիզնեսմեն չես, բիզնեսվումեն չես ու ուղղակի այս տարբեր պրոյեկտներ անդադ չես իրականացնում։ Դա մի հատ պրոյեկտ է, որի համար դու գումարդ հավաքում ես, գուցե շատ դժվարությամբ, գուցե հեշտությամբ, չեմ կարծում հեշտությամբ։ Մեր բնագավառի մարդիկ ամեն ինչ անում են ժպիտով, բայց դա միշտ չի, որ հեշտ է լինում։ Ես նայում եմ այդ ներկայացումը, որտեղ աստղը դու չես, կոպիտ եմ ասում։ Ինչու։ Կներես, դες շատ ուղիղ եմ ասում։ Նախ ասեմ, որ դու շատ ճիշտ ես ասում, իմ այդ տխրության երևի պատճառներից մեկը այն է, որ դա իմ երազանքն էր ներկայացում անելը, ինքնուրույն, որ դա իմ պրոյեկտը լինի, ես լինեմ տնօրենը, պրոդյուսերը, գումարը ես տամ ու իմ ուզած ձևով ամեն ինչ լինի։ Ցավոք սրտի ներկայացումը այլևս երբեք չենք խաղալու, այս թեման սենց կտրականապես փակել դրել եմ մի կողմ։ Գիտես ինչ եմ հասկացել, քնար, ես շատ սխալներ եմ արել, որից մեկը քո ասածն է եղել։ Բայց քանի որ այստեղ այլ հարաբերություններ են եղել, հասկանում ես, ընկերական հարաբերությունների ֆոնի վրա է կատարվել իմ երազանքը, որը ես այդպես էլ չհասկացա, արդյոք ինձ պետք էր այդքան մեծ գումար վճարել այդ երազանքը կատարելու համար, թե ոչ։ Գիտես, եթե ներկայացումը պրավալ լիներ, ես այսքան չէի նեղվի, չէի տխրի, բայց ինքը կգտներ իր հանդիսատեսը, ինքը շատ սիրվեց, անկախ նրանից, որ ես երկրորդ պլանում էի, ներկայացումից հետո եմ հասկացել, որ ես երկրորդ պլանում էի, քնար։ Այդ ընթացքում, երբ որ դու անդադար ադմինիստրատիվ աշխատանքներ ես տանում, սրա հետ հանդիպի նրա կտոր առնել, դերձակին տանել եւ այլն, գիտես դու պահիտակ վստահում ես քո ռեժիսորին ու մտածելով, որ դա քո պրոյեկտն է, դե դու ես չէ լինելու։ Ես ներկայացումից հետո հասկացա, որ ես երկրորդ պլանում էի։ Խնդիրը ինձ համար առաջին կամ երկրորդ պլանում լինելը չէր, քնար, ինձ համար գեր նպատակ էր բեմում լինելը։ Իսկ դրա համար ես շատ թանկ վճարեցի, շատ։ Ընդամենը 2 անգամ խաղացինք, ես թե առողջապես շատ թանկ վճարեցի, թե հոգեպես եւ թե ֆինանսապես։ Չարժեր իմ 2 անգամ 1 ժամով բեմում լինելու համար վճարել այդքան։
Գիտես, նախ դու հրաշալի դերասանուհի ես։ Շնորհակալ եմ։ Դու շատ հաճելի ես բեմում, մարդ ուզում է քեզ հետևի, մարդ քեզ հավատում է, ուզում է շարունակես դու իրան այդ պատմությամբ գրավել, զարմացնել, հուզել։ Բայց երբ որ ես ներկայացումը նայեցի, անկեղծորեն եմ ասում, ինձ մոտ այդ հարցը ծագեց, ես քեզ հետո այդ հարցը շատ ուղիղ տվեցի, որովհետև ես հասկանում եմ ինչ է նշանակում, երբ որ դու մի բան շատ ես փափագում, հիվանդն ես քո մասնագիտության, ու ինչ որ երբեմն շատ անարդար պատճառների հետևանքով ու հիմնականում այդպես է լինում, դու խաղից դուրս ես հայտնվում։ Այո։ Խաղից դուրս ես հայտնվում, որովհետև ինչ-ինչ հարաբերություններ, ինչ-ինչ մտերմություններ հաղթող են դուրս գալիս, որովհետև շատ անկեղծ եմ ասում, ցանկացած բնագավառում դա չի փոխվել։ Միևնույնն է, այդ մտերմիկ շրջանակները, ընկերը ընկերոջը, մտերիմը մտերիմին, ու այստեղ տաղանդի աստիճանը բացարձակ հաճախ կարևոր չի դառնում, առաջնային չի դառնում, դա դառնում է հաղթող։ Իսկ այս պատմության մեջ ես նայում եի, որ Աստված իմ տաղանդավոր աղջիկ, որը իր գումարը հավաքել է, որպես պրոդյուսեր ներկայացրել է այս պրոյեկտում, նախ դու կարող էիր վերցնել հետաքրքիր պիեսեր, բայց այնքան պատրաստի պիեսներ կան իսեր Աստծո, որոնք հենց կնոջ կերպարի շուրջ են կառուցվում, ու պարտադիր չի այստեղ կնոջ կերպարի շուրջ կառուցել։ Ես միշտ ասում եմ, այնքան կարևոր է, որ իմ խաղանկերը ինձ սիրի բեմում, ու ես իրեն սիրեմ։ Դա այն պատմությունը չի, որը մենք միայն խաղում ենք բեմում։ Այդ իրական սերը ընկերների, գործընկերոջ, խաղընկերոջ, դա հազարապատկվում է բեմում ու լինում է այն քիմիան, որը պիտի լինի, այն էմոցիան, որը այդ պահին պիտի լինի բեմում, ու հանդիսատեսը դրան պիտի հավատա։ Ափսոս, որ դա նկատվել է։ Իսեր Աստծո, ես ուղղակի եղա շատ անկեղծ ու այս դեպքում քո կողմից, որովհետև չէի կարող, որտեվ նայում եմ իրադարձությունը արդար չի այս ամենը, բայց սա քեզ ինչ սովորեցրեց Ռուզ։ Նախ ուզում եմ շատ անկեղծ լինել ու ասել, որ հավանաբար մարդիկ չէին հավատում, որ ես նման որակի ու պրոֆեսիոնալ գործ կներկայացնեմ, ու լինելով ոչ լիարժեք պրոֆեսիոնալ, պատմությունը ավարտվեց նման կերպ։ Ինչու ոչ լիարժեք պրոֆեսիոնալ։ Ես չէ։ Հա։ Ես համարում էի, որ ես պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատում, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդքան էլ այդպես չէր։ Հավանաբար այն մարդիկ, ովքեր զբաղված էին այս պրոյեկտում, մտածում էին չոր ուսանողական մակարդակի ներկայացում անելու, բայց քնարի սեր Աստծո, դու գոնե գիտես մեր ընդհանուր ընկերները։ Եթե բաց խոսենք, այն առումով, որ դու գիտեիր, որ դուք խաղալու եք ներկայացում շարունակական, դու ընտրում ես դերասան, դու ընտրում ես ռեժիսոր, ընտրում ես այս դեպքում, եթե չեմ սխալվում, ռեժիսորն ու պիեսի հեղինակը նույն անձնավորությունն է, ճիշտ է՞, Նարեկն էր, չէ՞։ Բայց դու գիտես, որ դա շարունակական պիտի լինի, որովհետև դու գումար ես այդ գործի մեջ ներդնում։ Բայց ես գիտեմ, որ դու վերջի վայրկյանին գալիս ես անակնկալի, որովհետև ներկայացումից առաջ քեզ ասում են, որ մենք էլ չենք խաղալու այս։ Քնար, ես ինչքան շատ բաներ գիտես։ Հա, դա արդար չի։ Դա ոչ միայն արդար չի, դա այնպիսի մարտահրավեր է, որ այդ շատ ծանր է, կանգնես դու քո պարտներին ասես մի քանի ժամ առաջ պրեմիերայից, որ ես ուղղակի չեմ ուզում խաղամ, որովհետև դուք ինձ համար ուղղակի կարևոր չեք։ Քնար, ես ամիսներ եմ դրել այդ ամեն ինչի մեջ, ես անքուն գիշերներ, երեխային չտեսնել, հիմա գուցե հակառակ կողմն էլ կասի, մենք էլ ենք մեր արվել է, բայց միևնույնն է, ոնց պտտում ես պատմությունը, այստեղ կա մեկ տուժող, եւ դա ես եմ։ Գիտես ինչի, որովհետև ինձ թվում է, երբ որ մենք վերցնում ենք մի դեր, այն էլ նախագիծ քոսերի, դու ուզում ես, որպեսզի այդ երեխան ծնվի, հետո քայլի, հետո վազի, դու չես պատկերացնում, որ ինքը չծնված, այո, պետքա չապրի։ Չէ, չեմ պատկերացնում, ու դրա համար էլ ես շատ ծանր ապրումների մեջ հայտնվեցի։ Ես այլ բան էի պլանավորել ու ես ամեն ինչ բոլոր բարենպաստ պայմանները ստեղծել էի նրա համար, որ այդ պրոյեկտը երկար կյանք ունենա։ Բայց ինչ հարցերից ելնելով, այլևս երբեք չի ունենա ու ես մի բան եմ հասկացել, որ ամենաթանկը իմ ժամանակն ու իմ գումարն է։ Ես այլևս չեմ ուզում ներդրում անել այն գործի մեջ, որը այնքան էլ արժանի չի, որի մասին այդքան խոսեն։ Գիտես ինչ եմ ուզում ասել, այ մենք հիմա տանիքում ենք երկնքին շատ մոտ։
Ու սովորաբար միշտ տանիքում պահված երազանքները արագ են հասնում, անկեղծ եմ քեզ ասում։ Այս շատ եմ ուզում, հիմա պահում եմ այդ նպատակը քեզ հետ միասին։ Ես ուզում եմ շատ շուտով քո պրոֆեսիոնալ կարիերայում այնպիսի մի շրջադարձ տեղի ունենա։ Ես էլ քոպես էմոցիոնալ եմ, երևի քեզնից շատ։ Որ դու զարմանաս, երջանկությունից ուղղակի արտասվես ու մարդիկ գան ու քեզ տեսնեն այն քո բոլոր գույներով, այն որակներով, այն շերտերով, որ դու ունես։ Այ, մերսի շատ։ Շնորհակալ։ Արի գրկեմ քեզ։ Իմ ուզածը մեծ բան չի։ Ուզում եմ խաղամ։ Մարդիկ թատրոնից գնում են, բայց ես ուզում եմ գնալ թատրոն։ Ես միշտ ասում եմ, մարդ պետք է այնքան շքեղ կյանքով ապրի, որ իրեն թույլ տա թատրոնին ծառայել։ Այդ շատ դժվար է։ Մենք ունենք հրաշալի գործընկեր, խոսքը Ամիո բանկի մասին է, իր Visa Platinum քարտով, որ փայլուն ընկեր օգնական է ճանապարհորդությունների ընկերոջը։ Ես շատ եմ սպասել։ Անսահման ուրախ եմ, որ ինքը վերջապես իմ ընկերն է նաև դառնալու։ Շատ ուրախ եմ, ուրեմն ընկերության հետ կապած ես քեզ տամ արագ երկու հարց։ Ամուսինները ընկերներ են, թե սիրեկաններ առաջին հերթին։ Սիրեկաններ ինձ համար։ Ընկերոջդ ամենից կարևոր հատկանիշները, որ քո ընկերը այդպեսին պիտի լինի։ Անկեղծ։ Ուրեմն ուզում եմ ասել, որ դեպի Իսպանիա քո ճամփորդությունը շատ հեշտ կլինի, շատ ուրախ, որովհետև դու կունենաս Ամիո բանկի Visa Platinum քարտը։ Ուրեմն բիզնես սրահում կանես քո գեղեցիկ սթորիները, անվճար կհյուրասիրվես, որովհետև ունես այս քարտը, ավտոմեքենա կարող եք վարձել ընկերներով, 30% զեղչով, Աստված մի արած Սեփչյանը կգան կվերանորոգեն, եթե թռիչքդ ուշացնեն, որը ժամեր կա, դրանից հետո պարտավոր են քեզ գումարի տեսքով կոմպենսացնել, ել չեմ ասում, որ այն օդանավակայանի հերթերը չես կանգնելու, որտեղ ունես այս քարտը, այո։ Շնորհակալ եմ, քնար։ Էս իմ լավագույն ընկերն է լինելու այսօր հետ։ Շնորհակալ եմ։ Այս արևը այնքան շատ եմ սիրում, որը հիմա մեզ ջերմացնում է, բայց ես արևը էլ ավելի շատ եմ սիրում, որովհետև մենք ունենք արևոտ գործընկեր, խոսքը Ital Solar-ի մասին է։ Ու հիմա մեր շատ սիրելի Ital Solar-ը մեծ մարդասիրական առաջարկով է հանդես գալիս, որովհետև ձմռանը գիտես թե մենք որքան ենք վճարում հոսանքի համար, մարդիկ իրենց գումարի մեծ մասն են ծախսում, բայց Ital Solar-ը այսպեսի մի առաջարկ ունի։ Ուրեմն հիմա դուք ձեռք եք բերում արևային կայան, ջեռուցում եք ձեր տունը, տաքացնում եք, հոսանքի համար չեք վճարում, այլ վճարում եք 4 ամիս հետո ընդամենը գարնանը։ Ու Ital Solar-ը այս գումարը, այս ընթացքում ապառիկի գումարը վճարում է քո փոխարեն։ Ապառիկով ձեռք ես բերում հիմա, բայց սկսում ես վճարել միայն գարնանը։ Զրոյացնում ես համ հոսանքի ծախսը, համ բոլոր այդ անհարմարությունները ձմռան հետ կապված։ Խնայում ես այդքան գումար։ 8-1-2 կհիշես, որովհետև հեսա Վահանի հետ տուն եք առնելու, այդ հեռախոսի համար հիշի, որովհետև դա փայլուն խնայողություն է։ Մոռանում ես հոսանքի ծախսի մասին։ 8-1-2-8 Ital Solar անվճար խորհրդատվություն եւ անվճար նախագիծ։ Շնորհակալ եմ, քնար։ Խմելու ենք իմ շատ սիրելի ֆրունզիկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից ստեղծված, սիրով լի անզուգական համով գինի։ Եվ արվեստով լի, որովհետեւ ես փորձել եմ, գիտեմ թե ինչքան համեղ է այս գինին։ Շնորհակալություն։ Ֆրունզիկին արժանի գինի է։ Իսկապես։ Որովհետեւ իրենք այդ սերը, որ ժողովուրդը ունի ֆրունզիկի նկատմամբ ու հանդեպ անմնացորդ ու անբեկանելի ներդրել են այս գինիներում։ Մենք էլ կվայելենք։ Համնաճամ։ Շատ համեղ է։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Երեք։ Ինչու՞։ Չգիտեմ։ Տխուր է երեք։ Ինչն է այսօր քեզ շատ ուրախացնում։ Իմ աղջիկ։ Մարդկային մեծագույն արժեքը քեզ համար։ Նպատակասլաց լինելը։ Վերջին անգամում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Վիկտորիային։ Իսկ ումից ես ներողություն խնդրել։ Վիկտորիայից։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։
հասնել երազանքին։ Աստծուն որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ քո անկեղծության համար, քո մարդկային որակների համար։ Ուզում եմ որ աչքերդ միշտ փայլեն այդ երջանկությունից ու շատ անուշ այդ մեղրագույն աչքերդ միշտ պսպղան սենց, որովհետև այդ ջերմությունը, այդ կայծը էկրանից գալիս է հաստմա դեպի մեր սրտերը։ Քնար, այսօր այնքան հրաշալի օր եմ ունեցել, որ կարծում եմ իմ կյանքում մեծ բան փոխվեց այս հանդիպումից հետո։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ հիմա գոռաս, չէ՞։ Հա, ես եկել եմ գոռալ։ Մեր անձի ստրեսը։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը, Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։ Մուսա Production, սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։